Փարիզի լեգենդար Գարնիե օպերայի արքայական կամարների ներքո կանցկացվի պրեստիժ միջազգային մրցանակաբաշխությունը։ Հունիսի 9-ին կհնչեն ծաղողջույններ ուղղված հայ ժողովրդի այն արժանավոր զավակների, ովքեր իրենց գործունեությամբ եւ նվիրումով բարձր են պահում Հայաստան անունն ամբողջ աշխարհում, ովքեր իրենց հայրենասիրությամբ եւ հայրենատիրությամբ նվիրվել են Հայաստանի շենացման ու հզորացման ազնվագույն գործին։ Գիտություն, կրթություն, արվեստ, բժշկություն, արդյունաբերություն, շինարարություն, սպասարկում։ Հատկապես սուպերմարկետների ոլորտում մրցակցությունը շատ թեժ է, մասնակիցները բազմաթիվ։ Այս բնագավառների լավագույններին շնորհվելու է 5 պատվավոր ոսկե մեդալ եւ ավելի քան 20 մրցանակ։ Շուրջ 1 տարի իրականացված սոցիալական հարցումների եւ վերլուծությունների արդյունքում հանձնաժողովի որոշմամբ ընտրվել են այն ընկերությունները, ովքեր առաջատար դիրք են գրավում հայկական շուկայում եւ ովքեր մեծ վստահություն ու հեղինակություն ունեն հայ հասարակության շրջանում։ Պրեստիժ միջազգային մրցանակաբաշխությունը կազմակերպվում է արդեն 3-րդ անգամ, որի նպատակն է դառնալ կամուրջ Հայաստանի եւ Սփյուռքի միջև։ Միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդմանը, ցույց տալ ամբողջ աշխարհին հայ մտավոր գիտական գործարար ներուժը, ստեղծելով նոր համագործակցություններ, ներգրավելով նոր գործընկերներ։ Միջոցառմանը ներկա են լինելու բարձրաստիճան հյուրեր, քաղաքական գործիչներ, սենատորներ, հեղինակավոր հայեր Հայաստանից եւ ամբողջ աշխարհից։ Ինչու Ֆրանսիա, ինչու Փարիզ, որովհետև հայ ժողովրդի համար ճակատագրական պահերին Ֆրանսիան եղել է հույսի հանգրվան, որտեղ փրկվել են հազարավոր ճակատագրեր։ Միջոցառումը անցկացվում է Ֆրանսիայում ի նշան նաև երկու երկրների դարավոր բարեկամության։ Երեկոյի շքեղությունը կամբողջացնի աշխարհահռչակ խոհարար 21 Միշլենյան աստղերի արժանացած Ալեն Դյուկասի մատուցած գալա ընթրիքը։ Հատուկ ընտրված համերի եւ նրբագեղության կատարյալ ներդաշնակությունը կլրացվի կենթանի երաժշտությամբ, ստեղծելով անմոռանալի մթնոլորտ։ Միջոցառման հաջորդ օրը պրեստիժ միջազգային մրցանակաբաշխության հյուրերի եւ մրցանակակիրների համար կազմակերպել ենք շքեղ երեկո, նավարկություն, հյուրասիրություն Սենգետով, որտեղ հյուրերը հնարավորություն կունենան շփվելու միմյանց հետ, ստեղծելու նոր գործընկերային հարաբերություններ հետագա համագործակցությունների համար։ Այս միջոցառումը մնալու է Հայաստանի եւ Ֆրանսիայի պատմության մեջ որպես մի կարևոր ու խորհրդանշական օր։ Հունիսի 9-ին Սիրո քաղաքի սիրտը կբաբախի հայերեն, նշում են կազմակերպիչները։ Եվ հենց այդ օրը բարձ կդառնա, թե ովքեր են գիտության, կրթության եւ այլ ոլորտների, այդ թվում սուպերմարկետների հաղթողները։ Լիանա Խաչատուրյան, Էդգար Դավթյան, լուրեր։